Ղազարյան, համեցեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նշեմ, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, բայց եւս մեկ անգամ փաստենք, որ նման արատավոր երևույթները արմատախիլ անելու համար արդարացի են բոլոր գործիքները եւ առավել խիստ պատիժների սահմանումը, ես կարծում եմ խթան կհանդիսանա, որ այլևս այսուհետ մեր կյանքից հեռացնենք ընտրակաշարք տալ, վերցնել միջնորդելը, հատկապես եւ գործընկերոջս կողմից ներկայացված առաջարկներով լրամշակվել է նախագիծը եւ նաեւ սահմանափակում է դրվել, որպեսզի հետագայում մարդիկ չկարողանան որևէ կարևոր պաշտոն զբաղեցնել եւ ես կարծում եմ սա շատ լավ խթան կհանդիսանա, որպեսզի հետագայում մենք չառեսվենք կաշառքի այս ագրահատելի տեսակի, այն է ընտրակաշառքի հետ։ Շնորհակալ եմ գործընկերներիս համագործակցության համար եւ կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալ եմ ձգության համար։ Գևորգ Քոչարյան, Արդարացության նախարարի տեղակալ հարակից զեկուցման համար։ Հարգելի գործընկերներ, ընդամենը 4 հարց է մնացել քննարկման, կարճ հարցեր են, որից հետո տեղի կունենա քվեարկություն, պատգամավորներին խնդրում եմ հաշվի առնել։ Համեցեք։ Շնորհակալություն մեծարգո նախագահով, հարգելի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ, ըստ էության առաջին ընթերցման ընդունված նախագծի խմբագրությամբ քրեական օրենսգրքում կատարվող հանցավարփոփոխությունների ուժով խստացվում էր այն հանցագործությունների համար պատիժները, որոնք կապված են ընտրակաշառքի հետ, այսինքն ընտրակաշառք տալ, ստանալ, ընտրակաշառքի միջնորդություն, ինչպես նաև հանրաքվեի կամ ընտրակցության ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը։ Բաժի խստացման հետ մեկտեղ նաև այդ 4 հանցակազմերով նախատեսում էր, որ այդ հանցակազմերով դատապարտված անձիկ պարտադիր զրկվելու են հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից որոշակի ժամկետով։ Այս պաշտոնները ներառում են նաև ընտրովի բոլոր պաշտոնները։ Լրամշակված նախագծով, հարակից օրենքներով կատարված փոփոխությունների ուժով այս հանցագործությունների համար դատապարտված անձիկ անժամկետ կզրկվեն նաև պետական եւ համայնքային ծառայության բոլոր պաշտոնների, պետական եւ համայնքային բոլոր տիպի վարչական պաշտոնների եւ պետական եւ համայնքային բոլոր տիպի հայեցողական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Հարգելի գործընկերներ, կառավարությունը տվել է հավանություն լրամշակված տարբերակին, առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ զեկուցության համար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակություն։